Աստծո խոսքի մեջ կա շատ հետաքրքիր մարդիկ։ Մենք խոսացել ենք մի քանի հատի մասին արդեն, օրինակ Հուդան, եթե հիշեք, Սողոմոն թագավորը, եւ այսօր ունենք մի հատ ուրիշ հետաքրքիր մարդ, որ իր կյանքից սովորել ենք, իր խոսքերից սովորելու ենք, ով է կարող գուշակի ով այդ մարդը, այս նկարից։ Պիղատոսը, այո, շատ ճիշտ է։ Քարոզիս անուն դրել եմ Պոնտացի Պիղատոսի 5 հարցերը։ Pontius Pilate's 5 questions։ Եթե հիշեք, երբ որ Հիսուսը Պիղատոսի դեմն է, Պիղատոսը իրան տարբեր բաներ հարցնում, եւ Հիսուսը զարմանալի ձևով պատասխանում ամենը։ Այսօր ուզում ենք ուսումնասիրենք այդ պատասխանները եւ հարցերը եւ տեսնենք ինչպես է կարող օգուտ տալ մեր հոգեվոր կյանքին։ Նախքան հետանք Պիղատոսի 5 հարցերին, թողեք մենք էլ Պիղատոսից հարցնենք։ Դու ով ես, դու որտեղից ես, ինչ է քո անունը, ինչ է նշանակում։ Այդպես որ իմանում եք, երևի Պիղատոսը Հրեաստանի կառավարիչն էր, գովերներն էր 26 թվականից մինչև 36 թվականին եւ կայսեր Թայբերիուսն էր իրան այդ պաշտոնը տվել։ Իր անունը շատ հետաքրքիր էր, որտեվ այդ ժամանակ Ռոմում ամեն անուններ ունին 3 հատ մաս։ Մենք այստեղ շատ ժամանակ ունենք մեր անուն եւ ազգանունը, չէ՞, բայց այնտեղ ունին իրանց առաջի անունը, իրանց ազգանունը, հետո մի հատ մականուն, մի հատ nickname։ Պիղատոսի առաջի անունը չենք իմանում, Աստծո խոսքի մեջ չկա, բայց իմանում ենք, որ իր ազգանունը Pontius կամ Պոնտացի մի հատ մաս էր փոքր Ասիայի վերևի մասից, Pontius, ու նշանակում է իր ընտանիքը երևի այն մասից էր եկել, եւ իր մականունը, այդ Պիղատոսը մի հատ լատինական բառից էր գալի, որ Փիլում էր անունը, Փիլումը այդ նիզակն էր։ So կարենք տանից հասկանանք, որ Պիղատոսը երևի վարպետ էր այդ նիզակի հետ եւ դրա համար այդ մականունն էր ստացել։ Պիղատոսի պարտավորությունները Հրեաստանում մեջ 4 հատ բաներ կարենք ասենք։ Պետք է կարգը պահպաներ այնտեղ, որ մարդիկ շատ հեղափոխություն չուզենային անին, հрьяաները շատ trouble չսարքին իր համար։ Ինքը պետք է հարկերը հավաքեր, tax-երը collect աներ։ Պետք է բանակը կառավարեր եւ դատավորությունները պետք է մենեջեր ինքը։ Եվ տեսնում ենք Հովհաննես 18-րդ գլխից 31-րդ համարը, որ միայն Պիղատոսը ուներ իշխանությունը, որ մահապատիժ տար մեր հոգուն։ Մենակ ինքն էր, որ կարող էր խաչի տանել մեր հոգու։ Մինչև 1961 թիվը գիտնականները, պատմաբանները, հիստորիաները ասում են, որ երևի Պիղատոսը գողություն չունի։ Մի հատ մարդը, որ սուտից գրել են Աստծո խոսքի մեջ, բայց 1961 թվականին ճարան այս քարը, որ ստե տեսնում եք։ Այս քարը մեկ շենքից էր եւ այդ շենքը, այս քարը ճարան, այս քարի վրա գրած է, այս շինած է Պոնտուս Պիղատոսի կողմից եւ նվիրված է կայսեր Թայբերիուսին։ Սոտրանից իմացանք, որ ճիշտից այդ մարդը կար։ Իհարկե մենք արդեն իմանում ենք, որ տեղ Աստծո խոսքը մեր համար ճշմարտություն է, պետք է չունենք էս, բայց ավելի լավ է որ ունենք էս։ Բացի այս քարը եւ բացի Աստծո խոսքը ունենք նույնպես երկու հատ պատմաբաններ, երկու հատ հիստորիաններ, առաջինը Ջոսիֆես է իր անունը եւ երկրորդը Ֆայլո։ Երկուսն էլ առաջի դարվա հրյա պատմաբաններին կամ փիլոսոփայելին, մի հատը Ֆայլոն, եւ իրանք գրում են Պիղատոսի մասին։ Գրում են, որ Պիղատոսը մի հատ շատ դաժան մարդ էր, շատ violent էր, շատ մարդկանց սպանում էր այնտեղ, շատ cruel մարդ էր։ Գրում են մի քանի հատ օրինակներ, որ Պիղատոսը գնաց Երուսաղեմ եւ Երուսաղեմում կայսերի նկարներ դրավ ամենտեղ ստրանման, ոսկից բանից սարքված էր դրեր այնտեղ եւ հрьяաները սկի չսիրացին այս, որտեղ չեն սիրում տենց նկարներ ու տենց կուրքեր։ Բացի այդ գրված է, որ Պիղատոսը հետում էր տաճարը, տաճարի գանձերը վերցնում էր, փողը ու ոսկիները եւ օգտագործում էր այդ փողը իր project-ների համար, օրինակ բաներ էր շինում ինքը։ Դրանից էլ ավելի շատ չին սիրում Պիղատոսին եւ գրված է, որ 36 թվականին մեկ խումբ սամարիացի գնաց մի հատ սարի վրա հավաքվելու համար եւ Պիղատոսը կարծավ այս մարդիկ հավաքվել են, որ փորձեն հեղափոխություն անեն, սո ջղայնացավ եւ գնաց ամենին սպանավ 36 թվականին եւ դրա պատճառով ասում է այդ պատմաբանը, որ
Այդ պատճառով Պիղատոսին հետ տարան Ռոմ եւ իր պաշտոնը վերցան իրանից։ Սո տեսնում ենք, որ Պիղատոսը սիրում է օգտագործի իր ուժը, որ կարգավորի ամեն ինչ։ Տեսանք, որ այդ կուրքերը դրել է մարդիկ չին սիրում, պրոտեստին անում։ Սո այս անգամ նորից մի հատ պատմություն կա ստեղ եւ Հիսուսը Պիղատոսի առաջ է։ Այս անգամ փողի մասին չի, Սամարիացի մասին չի, բայց Հիսուս Քրիստոսի մասին ու Աստծո որդու մասին։ Թողեք կարդանք Հովհաննես 18:29-ից, մեկ քիչ երկար է, սո խնդրում եմ լավ ուշադիր լսեք։ Գրված է. Պիղատոսը դուրս ելավ նրանց մոտ եւ ասաց. այդ մարդու դեմ ինչ մեղադրանք եք առաջադրում։ Նրանք պատասխանեցին. եթե նա չարագործ չլիներ, ապա նրան քեզ չէինք մատնի։ Այդ ժամ Պիղատոսը նրանց ասաց. դրան դուք վերցրեք ու ձեր օրենքի համաձայն տատեք։ Հրեաները նրան ասացին. մեզ չի թույլատրվում որևէ մեկին մահապատիժ ընդարկել։ Պիղատոսը դարձյալ ատյան մտավ, իր աֆիսի մեջ մտավ, կարենք ասենք, կանչեց Հիսուսին ու հարցրեց նրան։ Այս առաջին հարցն է, որ Պիղատոսը տալիս է։ Ասում է. դու ես հրեաների թագավորը։ Հիսուսը պատասխանեց. դու այդ ինքդ ես հարցնում, թե քեզ ուրիշներն են իմ մասին ասել։ Պիղատոսը պատասխանեց. միթե ես էլ հրեա եմ։ Քո ազգն ու քո քահանապետները քեզ մատնեցին ինձ, ուրեմն ինչ ես արել։ Հիսուսը պատասխանեց. իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեմ։ Ուստի եւ իմ թագավորությունը այստեղից չէ։ Այդ Պիղատոսը նրան ասաց. ուրեմն դու թագավոր ես։ Հիսուսը պատասխանեց. դու ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել եմ ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է։ Պիղատոսը նրան ասաց. ինչ է ճշմարտությունը։ Եվ այս ասելուց հետո դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ ու նրանց ասաց. ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում, բայց ձեր մեջ կա մի սովորություն, որ զատիկին ձեզ համար մի բանդարկյալ պիտի արձակեմ։ Արդ ուզում եք, որ ձեզ համար հրեաների թագավորին արձակեմ։ Սակայն բոլորը աղաղակեցին եւ ասեցին. ոչ դրան, այլ Բարնաբային, իսկ այդ Բարաբան մի ավազակ մարդ էր։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց վերցնել ու գանահարել Հիսուսին։ Զինվորները փշերից փսակ հյուսեցին, նրա գլխին դրեցին ու ծիրանի հագցրին։ Գալիս էին նրա մոտ ու ասում էին. ողջույն հրեաների թագավոր, եւ ապտակում էին նրան։ Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու նրանց ասաց. ահա, նրան դուրս եմ բերում, որպեսզի իմանաք, որ նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։ Արդ Հիսուսը դուրս ելավ, փշե փսակ գլխին եւ ծիրանին հագին։ Եվ Պիղատոսը նրանց ասաց. ահա այդ մարդը։ Երբ քահանայապետները ու պահակները նրան տեսան, աղաղակեցին ու ասացին. խաչը հանիր դրան։ Պիղատոսը նրան ասաց. դուք վերցրեք նրան ու խաչը հանեք, որովհետև ես նրա մեջ հանցանք չեմ գտնում։ Վերջին մասը. հրեաները նրան պատասխանեցին. մենք օրենք ունենք եւ համաձայն մեր օրենքի նա պետք է մեռնի, որովհետև իրան Աստծո որդի դարձրեց։ Երբ Պիղատոսը այն խոսքը լսեց, էլ ավելի վախեցավ։ Նա դարձյալ ատյան մտավ եւ Հիսուսին ասաց. դու որտեղից ես։ Բայց Հիսուսը նրան չպատասխանեց։ Արդ Պիղատոսը նրան ասաց. ինձ հետ չես խոսում, չգիտես, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու եւ իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու։ Հիսուսը պատասխանեց. դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չունեիր ունենա, եթե այն քեզ վերուց տրված չլիներ։ Սո տեսնում ենք այս խոսքերից, որ Պիղատոսի առաջին հարցը սա էր։ Ասում է. դու ես հրեաների թագավորը։ Աստծո խոսքի մեկնաբանները ասում են, եթե հուներենով կարդաս էսի, օրիգինալ հուներենով, շատ մեծ emphasis կա այդ դու բառի վրա, ասում են, բայց դու ես թագավորը, որտեվ Պիղատոսը տեսնում է Հիսուսին ծեծված իր առաջ, թոկերով փաթեթված, եւ Պիղատոսը շատ մարդկանց էր տեսել իր առաջ, շատ մարդիկ, որ ուժեղ մարդիկ էին եւ ուզում էին հեղափոխություն անին,
Եվ այդ ուժեղ մարդիկ Պիղատոսի առաջ սկսում էին լացել եւ աղաչում էին մեզի ազատիր, բայց Հիսուսը տարբեր էր։ Հիսուսը կանգնած էր այդտեղ, վստահ, հանգիստ ու խաղաղ։ Թեկուզ ծեծված էր ու արյունոտ էր, նա թագավորի նման կանգնած էր այդտեղ։ Ինքը ուզում էր իր հոր կամքով առաջ գնալ եւ ցույց տալ, որ ինչքան կարեւոր է, որ ինքը հնազանդվի իր հորը։ Հիսուսը թոկերով չէր կապված, բայց կապված էր սեր հանդեպ մեզ եւ մեղավոր մարդկանց։ Հիսուսը ինչպես է պատասխանում Պիղատոսին, երբ ասում է դու ես հրեաների թագավորը, ասում է դու այդ ինքդ ես հարցնում, թե քեզ ուրիշներն են իմ մասին ասել։ Հիսուսը ինչ համար պատասխանեց այսպես, որտեղ ուզում էր թողնել, որ Պիղատոսի սիրտը բացահայտվեր, ուզում էր Պիղատոսի մի առիթ տար, որ ճշմարտության հետևից գնա, չէ որ ինչ որ հրեաներն են ասում։ Բայց Պիղատոսի համար այս բաները կարևոր չէր։ Պիղատոսը հոգևոր կյանքի մասին այդքան կարևոր չէր։ Կարևոր չէր ով է հրեաների թագավոր, ով է Մեսիան։ Ինքը միայն կարևոր էր համար Ռոմն էր եւ այս politics-ը։ Եվ Հիսուսը ասաց իրան. իմ թագավորությունը այս աշխարհից չէ։ Եվ Պիղատոսը ասում է, ուրեմն դու թագավոր ես։ Հիսուս ասում է, ես ծնվել եմ ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք իմ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է։ Պիղատոսը ասավ իրան, ինչ է ճշմարտությունը։ Երկրորդ հարցը, որ տեսնում ենք Պիղատոսից։ Այստեղ տեսնում ենք, որ Հիսուսը չի ջղթում, որ ասի ինքը թագավոր է, ընդունում է, որ թագավոր է, բայց ասում է այդ թագավորությունը, որ ես եմ, այդ բանը չի, որ դու ես մտածում։ Իմ թագավորությունը երկնքից է։ Իմ թագավորության հիմքը խաղաղություն է։ Իմ իշխանությունը Աստծուց է գալի եւ իմ առաքելությունը այդ է, որ ճշմարտությունը բացահայտեմ։ Բայց Պիղատոսը ասում է, ի՞նչ է ճշմարտությունը։ Հետաքրքիր է, շատ նման է այսօրվա դարվա մարդկանց։ Մարդիկ չեն ընդունում ճշմարտությունը, ասում են ամեն ինչ ճշմարիտ է։ Հիշում եմ մեր եղբայր Քրիսի ծնունդն ինք տոնում իրանց տունը, եւ մի հատ տղա կար այնտեղ, որ կես պարսիկ էր, կես իտալիացի։ Եվ խոսում իմ հետ, ասում եմ, «Օ, քրիստոնյա ես, մուսուլման ես, ինչ ես»։ Ասավ, ես կես քրիստոնյա եմ, կես մուսուլման։ Ասում ինչպես ես կարող այդպես բան ասես։ Մի հատը ճշմարտություն է, մի հատը սուտ բան է։ Կամ Շաքին ճանաչում եք, հայտնի բասկետբոլի խաղացողը։ Ինքը մուսուլման է, չեմ ամենը իմանում եք, բայց ինտերվյուին անում իրան, ասան, կարես պատմես քո կրոնի մասին, ասավ, ես մուսուլման եմ, հրեա եմ, բուդդիստ եմ, ես ամեն ինչ եմ, ամեն ինչի համար, ամեն մարդու համար։ Ես մենք մարդկանց համար ճշմարտությունը սուտից բան է։ Կարող ասեն իմ համար էսա ճշմարտություն, քո համար էսա ճշմարտություն։ Բայց մենք իմանում ենք, որ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է, ամեն։ Ասում է Հովհաննես 14-ի մեջ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Քրիստոսն է թագավորը ճշմարտության։ Իր արքայությունը ճշմարտության արքայություն է։ Եվ ինքը մարմնավորումն է ճշմարտություն։ Մարդիկ կարող ասեն իմ համար էսա ճիշտ, քո համար էտա ճիշտ, բայց ունենք մեկ ճշմարտություն եւ այդ Հիսուս Քրիստոսն է եւ Աստծո խոսքն է, ամեն։ Տարբեր ճշմարտություններ չկան։ Դրանից հետո Պիղատոսը թվում է դուրս ժողովրդի մոտ եւ ասում է տարին մի անգամ զատիկին, Passover-ին, կարող եմ մի հոգի ազատեմ ձեզ համար, մի հատ բանդարկյալ։ Բայց ժողովուրդը այնտեղ ընտրում են Բարաբային։ Դրանից հետո Պիղատոսը հրամայում է, որ Հիսուսին վերցնեն եւ կանահարեն, որ իրան ծեծեն խփեն։ Զինվորները տանում են Հիսուսին, ծեծում են, նեղացնում են իրան, ծաղրում են։ Եվ Պիղատոսը վերցնում է Հիսուսին եւ բերում է ամենի առաջ։ Բերում է այնտեղ, որ ասի, նայ, այսքան արամ, գոնա այսքան հերիք է, բայց իրանց համար հերիք չէ։ Իրանք նորից կանչում են, խաչի իրան, որտեվ ինքը ասում է, որ Աստծո որդին է։ Եվ գրված է այստեղ 8-րդ համարի մեջ, Հովհաննեսի 19-ի մեջ, ասում է, երբ Պիղատոսը այս խոսքը լսեց, այդ որ ասան Աստծո որդի է, էլ ավելի վախեցավ։ Մեկնաբանները ասում են, որ կարող է երկու պատճառի համար շատ վախեցավ։ Առաջինը, որտեվ ռոմեացի մարդեր իմանում էր այդ ամեն խոսքեր հետանոցներից, որ կարող են այդ չաստվածները գանցած եւ մարդի տեսք ունենան, եւ կարող է վախեցավ, ասավ, որ չելնի այս մարդը ճիշտից մի հատ աստված է եւ այսպես են վարում իր հետ։
Կամ կարող ենք ասենք երկրորդ ճանապարհը դա որ ավելի շատ վախեցավ, որտեղ կարծավ այս մարդիկ ճիշտից չեն բավարարվում։ Այսքան ծեծանք խփանք Հիսուսին, բայց ուզում են խաչեն իրանք։ Կարողա վախեցավ, ասավ կարող է այս ավելի շատ խնդրեմ լինի հետո։ Սոյթում է Հիսուսի մոտ նորեն եւ երրորդ հարցն է տալի։ Ասում է դու որտեղից ես? Where do you come from? Երբ որ Պիղատոս այս հարցնում է Հիսուսին, Հիսուսը ոչ մի բառ չի ասում, լուր մնում։ Որտեվ Հիսուսը արդեն ասել էր Պիղատոսին. Իմ թագավորությունը այս աշխարհից չի։ Սենտ Ագստին, մատ եկեղեցու հայրերից, ասում է Քրիստոսը լուր չէր Պիղատոսին, բայց Պիղատոսը խուլ էր դեպի երկինք։ Christ was not silent to Pilate, but Pilate was deaf to heaven. Ճիշտ չէր ուզում ընդունել այս բաները։ Եվ Հիսուսը նախքանից էլ ասել Հովհաննես 8-րդ գլխի մեջ, տաճարում դաս էր տալի եւ ասաց. Դուք ներքևից եք, իսկ ես վերևից։ Դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ։ Պետք է միշտ այս մարդիկ եւ մենք նայենք Հիսուսին հոգեվոր աչքերով։ Միայն մի մարդ չի, որ ծնվել է Բեթլեհեմում։ Կարող հрьяաներ ասեն, այս Հովսեփի տղեն է։ Կարող է մարդիկ ժողովուրդ ասեն, այս մի հուսա Նազարեթից, Carpenter-ը։ Կարող է մուսուլմաններ ասեն, միայն մի մարգարե է։ Կարող է հինդուները ասեն, մի հատ բարի ուսուցիչ է։ Բայց մենք իմանում ենք, որ Քրիստոսը Աստված է եւ եկել է ցած երկնքից մեր համար։ Քրիստոսը չի պատասխանում, սո Պիղատոսը ջղայնանում է մեկ քիչ։ 10-րդ համարի մեջ գրված է. Արդ Պիղատոսը նրան ասաց. Ինձ հետ չես խոսում, չգիտես, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու ու իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու։ You refuse to speak to me? Don't you know I have the power? Պիղատոսը ջղայնացած էր Հիսուսի վրա։ Կանգնած էր այդտեղ եւ ոչինչ չէր ասում Հիսուսը։ Բայց մեր Տեր Հիսուսը իմանում է, որ պետք է ամեն մարգարեությունները կատարվեն։ Եթե նայենք Եսայա 53-7-րդ համար գրված է այսպես. Նա ճնշվեց ու չարժարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, եւ մի մունջ ոշխարի պես, որ կանգնում է իրան խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը։ Հիսուս Քրիստոսը կատարյալ Աստված է եւ իմանում էր այս ամեն մարգարեությունների մասին։ Ուրիշ տեղեր մեկնաբաններ ասում են, որ Հիսուսը 300 հատ մարգարեություն դրացրել է։ Զարմանալի բան է։ Մի հատ Քրիստոսի հետևորդ կար 4-րդ դարի մեջ, անունը Եփրեմ էր, Սիրիայից էր, Սուրիայից, եւ ինքը բանաստեղծություններ էր գրում։ Այս հենց թեմայի մասին գրել է այսպես, ասում է. Պիղատոսի իշխանությունը ժամանակավոր է, բարձրաձայն է, աշխարհային է, բայց Քրիստոսի լրությունը հավերժական է, հանգիստ է եւ տիեզերքական է։ Մեկը մի պահ է խոսում, մյուսը վերաիմաստավորում է պատմությունը։ Քրիստոսը մեր զարմանալի Աստվածն է։ Եվ այդպես ֆրոսն Պիղատոսը ջղայնանում է։ Ասում է, չես իմանում, որ ես իշխանություն ունեմ, բայց Հիսուսը պատասխանում է։ Ասում է, դու ինձ վրա ոչ մի իշխանություն չես ունենա, եթե այն քեզ վերուս տրված չլինի։ Պիղատոսը զարմացած էր, որ Քրիստոսը չէր վախեցել իր զորությունից։ Այդպես որ ասենք ուրիշ մեծ մարդիկ եկել են Պիղատոսի առաջ եւ վախեցել են, լացել են, բայց Հիսուսը թագավորի նման կանգնած էր այդ։ Որտեւ Հիսուսը իմանում էր, որ ամեն ինչը Հայր Աստծո ձեռքերի մեջ է։ Եվ իր կամքը եւ զորությունը առաջինն է։ Ոչ մի այս աշխարհի թագավորները ոչինչ են Հայր Աստծո հետ համևորված։ Եվ հետո կարող ենք այդքան մի հատ ուրիշ տեսանկյունից Մատթեոս 27-ի մեջ, որ նույն բաների մասին է խոսում, ասում է Քրիստոսը այդ ժողովրդի առաջն է եւ Պիղատոսը նրանց ասաց ժողովրդին. Հապա ինչ անեմ Հիսուսին, Քրիստոս կոչվողին։ Բոլորը ասեցին, թող խաչվի։ Եվ կառավարիչը ասաց, Պիղատոսը ասաց. Իսկ ինչ չարիք է գործել, բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում եւ ասում, թող խաչվի։ Երբ Պիղատոսը տեսավ, որ օգուտ չկա, այլ էլ ավելի է խռովություն բարձրանում, ջուր վերցրեց, ձեռքերը ժողովրդի առաջ լվաց եւ ասաց. Ես այդ արդար արյան համար մեղք չունեմ,
դուք եք տեսնում։ Եվ տեսնում ենք Պիղատոսի վերջի եւ 5-րդ հարցը, հապա ինչ անեմ Հիսուսին, Քրիստոս կոչվածին։ Պիղատոսը իմանում էր, որ Հիսուսը անմեղ մարդ է։ Քանի անգամ ինքն էլ ասել է, որ անմեղ է։ Եվ Պիղատոս ուզում էր իրեն ազատել։ Նույն ժամից Պիղատոսի կինը մատ երազ ունեցավ։ Եվ գրված է, որ Պիղատոսին ասեց. «Ոչինչ չանես այդ արդար մարդու դեմ, որովհետև այսօր երազի մեջ նրա պատճառով շատ չարչարվեցի»։ Չենք մոնում ինչ տեսավ Պիղատոսի կինը այդ երազի մեջ, կարող է Հիսուսի խաչն էր, կարող է Պիղատոսն էր Հիսուսի գահի առաջ։ Չենք մոնում ինչ էր, բայց իմանում ենք, որ անհետազգելի էր։ Պետք է միանգամից ասել Պիղատոսին։ Թեկուզ Պիղատոսը շատ առիթներ ուներ, Հիսուսը իրան առիթ տվավ, ասավ, ես քո կողմից ես հրեաների կողմից, Աստվածը երազ տվավ, շատ բաներ կատարվավ, բայց չուզեցավ Պիղատոսը, միայն իր politics-ի հետևել, միայն այդ մարկանցից էր ազդվել։ Տեսնում էր, որ ամբողջ այդ ժողովուրդը կանչում էին խաչի, եւ Պիղատոսը, որ վախենում էր հեղափոխության համար, արավ այդ, որ հրեաները ուզում էին։ Բայց նախքան այդ իր ձեռքերը լվաց, փորձում էր մի խելացի ձևով լուծում գտնել։ Առաջ տեսանք, որ մի հատ ուզեցավ բանդարկյալ ազատի, որ կարող են Հիսուսին ընտրին, հետի չգործավ։ Հետո ասավ գնացեք խփեք Հիսուսին, հետը չգործավ, էֆեկտ չուներ։ Իր ձեռքերը լվացավ, բայց էդի էլ ունայնու չուներ։ Ասավ ես այս մարդու մեղքը չունեմ, բայց էդ էլ հերիք չէ։ Միջև Հավիտյան Պիղատոսը կապված է այս բանի հետ, որ ինքը Քրիստոսին խաչել է։ Նույնիսկ այդ Նիրիայի քրիդի մեջ, որ մարդիկ շատ ժամանակ ամեն կիրակի կարդում են եկեղեցիներում, միշտ գրված է, որ Պիղատոսի տակ Հիսուսը խաչվեց։ Ոչ մի մարդ չի կարող իր ձեռքերը լվանալով մեղքից ազատվի։ Միայն կարող ենք փրկվենք Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ թողեք ամեն ինչը մատ summarize անենք, որ լավ մտնի մեր մտքերի մեջ։ Այսօր սովորեցինք, որ մի հատ կառավարիչ governor կար Հրեաստանում, Պիղատոսը, շատ խիստ մարդ էր, լուրջ մարդ էր եւ միշտ իր politics-ի հետևից էր։ Վախենում էր, որ հեղափոխություն չլիներ հրեաների կողմից, ապստամբություններ չլիներ։ Շատ հավատարիմ էր Ռոմին եւ Թայբերիուս կայսրին։ Ինքը դատավորն էր այդտեղ, մենակ ինքը ուներ իշխանությունը, որ մահապատիժ տար, եւ հրեաները հասկացան այս բանը եւ բերան Հիսուսին իր մոտ, որ խաչին։ Պիղատոսը հարցրավ այդ հարցերը եւ Հիսուսը պատասխաններ տվավ, որ մենք խոսացինք։ Ինչպես են կարող այս հարցերը եւ պատասխանը մեր հոգեվոր կյանքի համար վերցնել։ Առաջին հարցը, որ հարցրավ, դու ես հրեաների թագավորը։ Մենք էլ պետք է ընդունենք այդ բանը, որ Քրիստոսը մեր թագավորն է։ Պիղատոսի համար այս բաները կարևոր չէ, հոգևոր բաներ, բայց մեր համար ամեն ինչ է, որ ընդունենք Հիսուսին որպես մեր Մեսիա եւ թագավոր։ Երկրորդ հարցը, որ հարցրավ, ինչ է ճշմարտությունը։ Պիղատոսի դիմացը ճշմարտությունը կանգնած էր, բայց Պիղատոսը մեջ կտվավ եւ գնաց դուրս։ Բայց Հիսուս Քրիստոսն է մեր ճշմարտությունը, այդպես որ ասանք չկա տարբեր ճշմարտություններ, չի կարող մի հոգի կես մուսուլման, կես քրիստոնյա լինի, բայց միայն կարող է Քրիստոսը ճշմարտություն լինի։ Մենք հասկանում ենք ճշմարտությունը եւ ճշմարտությունը մեզի ազատել է ամեն։ Հետո Պիղատոսը ասավ դու որտեղից ես, երբ որ վախեցավ։ Հավատում եք դուք, որ Հիսուսը երկնքից եկել է ձեզ համար, որ մեր համար խաչվել է։ Միայն մի մարդ չի Բեթլեհեմում ծնված, միայն մարգարե չի, բայց մեր Աստվածն է։ Չորրորդը, որ հարցրավ Պիղատոսը, ինչու չես խոսում։ Չես իմանում, որ ես ունեմ իշխանությունը։ Քրիստոսը լուր մնաց այդ գառի նման, որ Եսայի մեջ գրված է։ Եվ ասավ միայն դու իշխանություն ես, որտեղ Աստծուց է տրված։ Եվ մենք էլ պետք է իմանանք, որ Աստված ունի ամեն ինչ իր ձեռքերի մեջ։ Եվ հինգերորդը, ինչ անեմ Հիսուս, որ կոչված է Քրիստոս։ Այս ամենից կարևոր հարցն է մի հատ մարդու կյանքի մեջ։
Հարկ Տիրոջ, որ մենք իմացել ենք ինչ են կարի Հիսուսի հետ, ընդունել ենք իրան որպես մեր Տեր եւ Փրկիչ, բայց ուրիշ մարդկանց համար պետք է իրանք էլ որոշեն։ C.S. Lewis-ը մի հատ հայտնի քրիստոնյա գիրքրող է եւ ասում է Քրիստոսը մարդկանց համար կարող է լինի մենակ 3 բան. կամ սուտասան, կամ խելագար, կամ Տեր։ Մարդիկ մենակ դրանք են կարող ընտրեն եւ մենք ընտրել ենք, որ Քրիստոսը մեր Տերն է։ Հարկ Տիրոջ, որ Սուրբ Հոգին մեզ այդ բանը բացահայտել է։ Պիղատոսը ճնշումը զգաց այդ ժողովրդից, բայց մենք երբեք չպետք է զգանք այդ ճնշումը եւ թողնենք, որ մենք Հիսուսին հուրանանք։ Եթե 1000 հոգի մեր շուրջը մեզի նեղացնում են մեր հավատքի մասին, պետք է կանգնենք Հիսուսի համար, ամեն։ Եթե ամբողջ երկրի ասի Հիսուսը սուտ է, այս խոսքերը սուտ է, մենք պետք է հակառակ լինենք եւ պետք է միշտ կանգնենք Հիսուս Քրիստոսի համար։ Արք Տիրոջ